միշտ LGBT անձիկ օգտագործվել են քաղաքական տարբեր մանիպուլյացիաների մեջ։ Եթե ես չանեմ, ով կանի։ Բայց դու տեսել ես ինչա կատարվում TikTok-ում։ Գիտեի, որ իմ ճանապարհը երբեք թեթև չի լինելու։ Դու բախվում ես ատելության։ Ադրբեջանի թեզերն եք, տանում առաջ։ Դա գալիս է ոնց որ թե անգրագետությունից։ Խնդրում եմ չօգտագործել վիրավորող, թիրախավորող բառեր։ Ինձ թվում է Տրամպը սենց մի հատ դուրը բացեց ագրեսիայի համար։ Էլ ավելի են թիրախավորում Արցախի ժողովրդին։ Իմ սխալների տերն եմ։ 3, 2, 1, yeah! Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում է Bio Podcast-ը։ Այսօրվա իմ հյուրն է ամերիկյան համալսարանի ուսանող, ժուրնալիստ եւ ակտիվիստ Անյան։ Բարև Անյա։ Բարև Լիլիթ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Դու։ Շնորհակալություն։ Ինչքան էլ ես ներկայացնեմ քեզ, դիտողներին շատ հետաքրքիր է ով է իմ հյուրը։ Իմ անունը Անյա է, ես 35 տարեկան եմ, 32 տարի ապրել եմ Ռուսաստան ու 3 տարի է որ ես Հայաստանում եմ ու ինձ թվում է որ իմ իրական կյանքը Հայաստանում է սկսել։ Այստեղ է որ ես իմ որոշումները կայացնում եմ ինքնուրույն, իմ սխալների տերն եմ ու հասկանում եմ ինչ եմ ուզում ինքս ինձնից, այս կյանքից ու այս աշխարհից։ Մենք այսօր խոսելու ենք ատելության խոսքից, սոցիալական մեդիայի դերը հայ հասարակությունում եւ առհասարակ ամբողջ աշխարհում։ Խոսելու ենք հակալգբտական տարբեր թեզերից։ Ես գիտեմ, որ մենք նաև խտրականացվենք մեր թեմաների հետ կապված, որպես լրագրող տարիներ շարունակ բարձրաձայնում ես փակված թեմաներ, խոսում ես այն թեմաների մասին, որը տաբու է համարվում Հայաստանում, մասնավորապես LGBT անձանց եւ այլ խոցելի խմբերի իրավունքների մասին, կպատմես ինչ խնդիրներ ես տեսնում։ Այո, իրականում խնդիրները շատ են, բազմազան են եւ խնդիրները նաեւ մեր մեջ են որպես համայնք մենք իրարից կախված ենք եւ համայնքը եւ հանրությունը եւ լրագրությունը որպես ռեզուլտատ общения двух этих сфер կներեք որ երբեմն ռուսերեն է անցնեմ պատասխանելով քո հարցին ինձ թվում է որ ամենամեծ խնդիրը այս պահին վախն է մարդու մեջ որ իրան կդատեն սենց ասած ծուր կնայեն, որ իրեն կզրկեն շփումից, ընտանիքից։ Հիմա օրինակ, որ ես բարձրաձայնում եմ այդ խնդիրները, այդ հարցերը, այդ թեմաները, ես հասկանում եմ, որ ես ունեմ մի առավելություն։ Իմ ընտանիքը գիտի համ իմ մասին, համ ինչ մարդ եմ ես, ու ես շատ վաղուց ասել եմ, որ ես չեմ փոխվելու, ես էսպեսին եմ։ Բայց ոչ բոլոր լրագրողները կամ մարդիկ ունեն այս առավելությունը ու ես դա հասկանում եմ շատ լավ։ Այդ է պատճառը, որ ես օգտվելով այս առավելությունից փորձում եմ հնարավորինս շատ խոսել այն թեմաների մասին, որոնց մասին չեն կարող խոսել այլ լրագրողները։ Ինչքան էլ մենք չլինենք հիմա democratic state, ինչքան էլ մենք չասենք որ ազատություն կա, այդպես ինչի, все равно կան թեմաներ, որոնք մարդիկ վախում են բարձրաձայնել։ Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ օգտագործվում են կեղծ նարատիվներ LGBT անձանց վերաբերյալ եւ ոչ միայն LGBT անձանց վերաբերյալ։ Արդյոք նկատել ես հայկական որ լրատվական կայքերն են հաճախակի թիրախավորում կամ կեղծ նարատիվներ շրջանառում LGBT անձանց մասին։ Նկատել եմ, բայց sense բան կա, որ ես ինձ թույլ չեմ տա ասել անուններ տալ, որպես լրագրող այդ ինձ թվում է էթիկական չի, բայց ես նաև հասկանում եմ, որ այս պահի ամենաշատ опасность составляют նույնիսկ ոչ թե լրատվականները, որոնք իհարկե ունեն ուժ, իհարկե ունեն ազդեցություն հասարակության վրա, բայց նաև սենց հարթակները, ինչպես Facebook ու Instagram, որտեղ ոչ մի ձևով նույնիսկ լրագրողական էթիկա չի գործում։ Անգամ չի ֆիլտրվում այդ մեկնաբանությունների բաժինը։ Այո, դժվարությամբ է ֆիլտրվում, այո։ Դրա համար ատելության կոչերն ու սպառնալիքները LGBT անձանց մեդիա հարթակներում էլ ավելի շատ են։ Անյա տարբերություն տեսնում ես սոցիալական մեդիայում տիրող իրավիճակը եւ դրանից դուրս տիրող իրավիճակը։
Արդյոք նույնն է, թե ինչ որ տարբերություն կա։ Այդ լավ հարց է ու իրականում ինձ թվում է, որ հա, ի վիճակը շատ տարբերվում է on-line հարթակներում կյանքից, որովհետև կյանքում մարդիկ այդքան էլ չեն ուզում իրար ատեն, հա, դժվար է կյանքը, հա, ատելության խոսքը կա, հա, խտրականությունն էլ կա կյանքում, բայց ես ավելի շատ նկատում եմ, որ ամենօրյա կյանքում մարդիկ ավելի շատ զբաղված են իրենց խնդիրներով, քան ուրիշին ատելով, ուրիշին ուզենալով ատել, դրա համար ես կարծում եմ, որ շատ մեծ responsibility է գալիս մեդիայից ու այդ ձևի on-line հարթակներից, ինչ նարատիվ են իրանք տարածում ու այո կան համ հարթակներ, որտեղ չի ֆիլտրվում, համ որոշ մեդիաներ, որոնք դիտմամբ ինձ թվում է իրանց շահերից ելնելով փորձում են մարդկանց մեջ ատելության սերմը ցանել։ Ինչ շահերի մասին է խոսքը։ Դե ասում են, չէ, ռուսերեն ասեմ, разделяй власть твой, այդ առաջինն է, երկրորդը ինձ թվում է, որ զուտ իրենց ձեռնտու է, viewer-ը առաջին հերթին, այո, ավելի շատ մարդն է, հետո նաև կա sense մի բան, որ իրանց ձեռնտու է, ով է իրանց ձայնը իրանց տալիս на выборах, որ իրանք ուզում են կրեն աուդիտորիա, ավելի շատ աուդիտորիա ու երբ որ դու փորձում ես մի խումբ սրսկես ատելությունով ընդդեմ մի ուրիշ ավելի փոքր խումբ, որը սակայն փոքր չի, ճիշտն ասած, դա թվում է թե ձեռնտու է, բայց իրանք չեն հասկանում, որ դա ունի ավելի երկար դալիդուշի է, ոնց որ sense последствия, էլի։ Ինչն է քո համար ամենադժվարը լրագրողական աշխատանքներում։ Ես մի քանի օր առաջ ռեպորտաժ էի տեղադրել, որտեղ ես խոսում էի տարբեր մարդկանց հետ, ժամագործի հետ, խոսում էի աբուվնիկի հետ, կոշկակարի հետ, ու այդ կոշկակարը ինձ ասեց մի հատ sense լավ բան, ասում եմ, իմ գործը դժվար է նրա համար, ով որ չգիտի ոնց է այս գործը անել, ով գիտի նրա համար դժվար չի։ Ու իրոք ես հասկանում եմ, որ այս հարցի վրա մտածելով ես հասկանում եմ, որ լրագրությունը դժվար է այն մարդու համար, ով որ պատրաստ չի լրագրություն անել, որովհետև իրոք դժվար գործ է։ Դու բախվում ես ատելության, դու բախվում ես ներքին ինչ որ կոնկուրենցիայի, ամեն օր ես ուզենալով առաջ տանել են հարցերը, որոնք ինձ հուզում են ու ես կարծում եմ, որ պետք է հնչեն այդ հարցերը, ես բախվում եմ նաև ծուր հայացքներին իմ գործընկերների, բայց երբ որ դու գիտես ինչի համար ես դու այդ անում ու դու քո ներքինում ունես քո ճշմարտությունը, քո պատասխանը, դա դժվար չի։ Մենք հիմա խոսում ենք LGBT համայնքից, բայց նաև արի չմոռանանք, որ հազարավոր թեմաներ կա, որոնք որ չլուսաբանված են, որովհետև նախ լրագրողներն են վախենում այդ ատելության ալիքից, բայց դու իմ համար անվախ ես ու կան այլ լրագրողներ, որոնք որ անվախ են, ես ողջունում եմ ձեր աշխատանքը։ Իմ հաջորդ հարցը, ինչպես ես պայքարում ատելության դեմ։ Ատելության դեմ արդյոք պայքար կա թե չկա, չգիտեմ։ Իրոք այդ տհաճ է, երբ որ քեզ ատում են այն պատճառով, որ դու անում ես քո գործը ու դու խոսում ես քո ճշմարտությունը, քո զգացմունքների մասին ես խոսում ու դու փորձում ես կրթես, դու փորձում ես լայնացնես հասկացողությունը մարդկանց, բայց սենց մի հատ բան կա, որ եթե ես չանեմ, ով կանի, ինձ թվում է ես չեմ կարա չանեմ, ես չեմ կարա չխոսեմ։ Այո, ես գիտեմ, որ այդ դժվար է ու ես ամենասկզբից գիտեի, որ իմ ճանապարհը երբեք թեթև չի լինելու։ Ես ինձ չեմ կարա դավաճանեմ, այդ հոգեբանական հարց է։ Իսկ եթե մենք խոսում ենք ավելի շատ հարթակների մասին, ավելի շատ ասենց տեխնիկական հարցերի մասին, ինձ թվում է, որ կա ինչ որ չափ ու ձև, որը ես ցավոք պետք է, որին ես պետք է следовать ու ես հասկանում եմ, որ ես չեմ կարա այն հաճախությամբ խոսեմ այն բաների մասին, որոնց մասին ես կուզեի, ես չեմ կարա այն բառերը օգտագործեմ, որոնք ես կուզեի օգտագործել, բայց քիչ-քիչ մոտ ստացվում է մի քիչ արդեն ավելի շատ խոսել, ավելի շատ բարձրաձայնել ու նաև ես նկատում եմ, որ օրինակ մեր Civilnet-ի մեկնաբանությունները դառնում են մի քիչ ավելի ջերմ, մի քիչ ավելի կոնստրուկտիվ։ Մի աղջիկ, որ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվեց Հայաստան ու դժվարություն էր քո համար
Այս ամբողջ խնդիրների մասին բարձրաձայնելը հայ հասարակության շրջանում արդյոք կանխատեսում էիր, որ այո, այդ ատելության խոսքը լինելու է։ Դե բնականաբար կանխատեսում էի, որովհետև իհարկե Ռուսաստան այդ ձևի թենց թունդ չի ատելությունը, թունդ չէր, հիմա չգիտեմ ինչպեսին է, ատելությունը ընդդեմ LGBT անձանց, ընդդեմ սենց կանանց հարցերի կար։ Ես սովոր էի, ոնց որ սրսկված էի, որ այդ ձևի բան կա, բայց որոշ իմունիտետ կոպված էի։ Ես գիտեի, որ տեղի կունենար, բայց ես չգիտեի ինչ ձևի, ինչ ուժով ու ինչպեսին։ Ինձ թվում է, թե դա լավ ստուգում էր նաև իմ համար, որ ես հասկանամ ես ինչ եմ ուզում, ու արդյոք ուզում եմ շարունակեմ այս գործը, թե չէ։ Ինձ համար է շատ լավ Շատ լավ բան, ոնց որ փորձ։ Այո։ Հետո բլուպերներ կանես էլի։ Okay։ Հիմա կամ քեզ հավաքում ես, կամ ես գնում եմ։ Սպառնալիքները սկսվեցին ատելության խոսք։ Կամի թեմա, որի մասին դու երբեք չէիր ցանկանա գրել, բարձրաձայնել։ Ինձ թվում է, թե հենց թեմաներ չկան, որովհետև ես ամեն ինչի մասին, ինչ կատարվել է իմ հետ կամ իմ շրջապատի հետ կամ աշխարհում, ես բարձրաձայնել եմ եւ գրել եմ, բայց կան անձամբ թեմաներ իմ կյանքից, որոնք ոչ ոք չգիտի։ Իդեպ ինձ թվում է, այդ էլ կարող է մի օր ես բարձրաձայնեմ։ Հայաստանում կա խոսքի ազատություն։ Թվում է, թե կա, բայց ես կասեի, որ 40%-ով է ազատ խոսքը Հայաստանում, որովհետև իհարկե ինքնացենզուրա ամբողջ մեդիաներում կան։ Ինչ տարբերություն ես տեսնում անցյալի ու հիմա խոսքի ազատության վերաբերյալ։ Ինձ թվում է այդ մասին կխոսի ճիշտ իմ ընկերներից մեկը, որը ինձ ասեց Անյա ջան, ու ես այդ պահին փոխեցի իմ մտածելակերպը ընդդեմ իմ մեդիայի civilnet-ի մասին, ասեց դու հասկանում ես, որ մի քանի տարի առաջ ոչ ոք քեզ չէր թողի այդ թեմաները լուսաբանես, որոնք դու լուսաբանում ես, իսկ civilnet-ը ոչ մենակ թողում է, նաև քեզ հարթակ է տալիս այդ անել, ու այդ պահին ես հասկացա, որ համ իմ մեդիան է առաջ գնում, համ ինքը ինձ տվել է այդ ազատությունը ու այո, իհարկե լավացել է ի վիճակը համ Հայաստանում ու նաև ինձ թվում է, որ Հայաստանը ինչ որ sense փոքրիկ կղզի է ազատության, որովհետև շրջապատված է sense այո, մեր հարևանները ավելի շատ ավտորիտար են, հարևաններում ու sense ոնց որ փոքրիկ маленький оловянный солдатик такой последний из Магикан, որը փորձում է ընդդեմ մեծ ահռելի Ռուսաստանին դուրս գալ, ազատության խոսքը առաջ տանելով ու ես Եվ ոչ միայն Ռուսաստանին։ Մեր հարևան պետություններում դեռ դիկտատորական այդ մոտեցումը կա, եւ ոչ միայն LGBT անձանց, առհասարակ խոսքի ազատությանը։ Այո, մարդիկ պետք է հասկանան, որ խոսքը ունի ազատություն խոսքը նրա համար է, որ իրեն արտասանես, ավելի շատ կոնֆլիկտներ կլուծվեն, եթե մարդիկ կարողանան ճիշտ իրար հետ խոսեն։ Անյա ջան, մենք հաճախակի խոսում ենք խոսքի ազատությունից, բայց դու տեսել ես ինչ է կատարվում TikTok-ում։ Դե ինձ թվում է, որ խոսքի ազատությունը չի հավասարվում վիրավորանքներին, ատելությանը, հետապնդմանը կամ ինչ որ զրպարտության տարածելուն։ Այդ տարբեր բաներ են ու այդ abusive narrative-ը չի հավասարվում ինքնարտահայտմանը։ Օրինակ Միացյալ Նահանգներում կամ եվրոպական երկրներում ինչ օրենքներ կան ատելության խոսքի վերաբերյալ կամ ազատ խոսքի վերաբերյալ, որը Հայաստանում չկա։ Ես ասացի, որ Հայաստանը փոքրիկ կղզի է ազատության այս պահին, որովհետև ցավոք մենք գիտենք, որ Անգլիա, US, UK կներեք, այս վերջերս ընդունվել է օրենք ընդդեմ տրանս կանանց։ Սեռի հետ կապված։ Այո, սեռի հետ կապված ու ինձ թվում է, որ այս պահին մենք պետք է փորձենք առաջ տանել մեր փոքրիկ կղզին, դարձնել ավելի ազատ, որովհետև գնալով կարծես թե հակատրանս շարժումները մեծանում են։ Ոչ մենակ հակատրանս, դեմոկրատիկ, հակադեմոկրատիկ ավտորիտար շարժումներն են մեծանում։
Այո, ու այս պահին ինձ թվում է, սենց կարող է ես սխալ եմ, բայց ինձ թվում է այս պահին արդեն պետք է ավելի շատ инքնավստահ լինել ու անկախ լինել այդ պահում ու չվստահել, не надеяться на опыт других стран, но брать оттуда лучшее для себя. Ինձ թվում է, որ ես ասում եմ самоцензура կա, մարդիկ վախում են խոսեն, որովհետև իրանք վախում են բախվեն այդ վատ ատելության խոսքին, վատ մեկնաբանություններին, վատ դիտումներին ու ոնց որ թե ես իրենց հասկանում եմ, եթե իրանք մի անգամից իրենց view-ները կտրեն, գցեն, էլ ումա դա պետք, որովհետև вообще ոչ մի բան չեն կարա արտասանեն ասեն, բայց միևնույնը պետք է քիչ-քիչ կամած առաջ տանել всё-таки այդ նարատիվը, որ ատելությունը օքեյ չի։ Ես մոնիթորինգ եմ արել տարբեր սոցիալական մեդիաներով ու գիտես հետաքրքիրը որն է, որ որը որ կրթող է, որը որ հետաքրքիր է, որի կոնտենտը ավելի ոգևորող է, այդ կոնտենտի դիտումները համեմատաբար քիչ են, քան այն պրովոկացիոն, քաղաքական կամ տարբեր, հա, այդ հարցերը ավելի դիտողականությունը բարձր է, խի։ Դե հա, խլիաբը զրելիշ։ Ինչու։ Մարդիկ չեն ուզում մտածեն երկար բարակ, իրենց դուրս չի գալիս, նաև իրենց դուրս չի գալիս, երբ որ իրենց կրթում են, այդ պետք է ոնց որ երեխայի հետ շատ խորամանկ ձևով դա պետքա տողերի տակ գրված լինի, ինչ ես դու ուզում հասցնես մարդկանց հասարակությանը, դա շատ նուրբ աշխատանք է, որը պետք է կատարվի։ Մարդիկ չեն ուզում բախվեն ճշմարտությանը, որ իրանք ինչ որ բան կարան չհասկանան։ Ավելի թեթևա ու հեշտ է նայել ուրիշների կռիվի մասին, սկանդալներ, քաղաքականություն, որովհետև դա էմոցիաներ է բարձրացնում ինչ որ։ Դա Հայաստանում է միայն տեղի ունենում, թե ամբողջ աշխարհում է այս տենդենսը։ Ամբողջ աշխարհում։ Պրովոկացիոն ավելի հոլովակները ավելի շատ են նայում։ Ինձ թվում է դա սխալ կլինի միանշանակ ասել, հա, չէ, տարբեր հարթակներն են նայվում, զուտ ինձ ըստիս պետք է լավ գործանել, որակյալ գործանել ու դու քո դիտորդին կգտնես ու ինչքանով դու կրթես քո դիտորդին, այնքան քո դիտորդը կրթի իր հասարակությանը, իր շրջապատը։ Մեր գործը, սենց ասեմ, մեր գործը դանդաղ է գնում, բայց առաջ է գնում։ Նախկինում Մարկ Ցուկերբերգը դրել էր այնպիսի ալգորիթմներ Facebook-ի վրա, որ ատելության խոսքը ֆիլտրվում էր կամ տվյալ օգտատերը կամ age-ը բլոկվում էր։ Հիմա հանեց, երբ որ Թրամփի վարչակազմը եկավ։ Ցանկանայի սրա մասին խոսեինք, հիմա դա չի գործում։ Նա որոշեց, որ պետք է հանի։ Այդ շատ ցավալի թեմա է իմ համար, որովհետև ես հասկանում եմ, որ մենք ժողովրդավարությունից ընկնում ենք ցած դեպի ավտորիտար ինչ որ աչական աշխարհ ու դա վատ է լինելու նույնիսկ այն մարդկանց համար, ով որ Թրամփին նախընտրել է ու ընտրում է, դա լավ է լինելու մենակ նրանց համար, ով որ սովոր է խաբեությունով ու ուժով ուրիշին ատելով կամ ուրիշին ստիպելով ինչ որ բան անել, իր շահին հասնել, դա անարդար է ու ես շատ մտահոգված եմ այդ իրավիճակով, բայց հասկանալով, որ ես մենակ չեմ, բայց ես կամ նմանատիպ մարդիկ այս պահի դրությամբ ուժի, ասենք ասենք, ուժի մեջ չեն, ես կարամ մենակ առաջ տանեմ իմ գործը, իմ ասելիքը ու իմ ճշմարտությունը, այդ իմ ուժի մեջ է ու ես այդ կանեմ։ Որպես ակտիվիստ, որպես լրագրող, ինչ խորհուրդներ կտաս այն լրագրողներին, որոնք որ չեն ցանկանում անդրադառնալ փակ թեմաներին, որոնք որ ցավոտ են հասարակության համար։ Իմ ընկերներից մեկը մի անգամ ինձ հարցրեց, թե ինչու ես դու լուսաբանում LGBT անձանց թեմաները, մենք ունենք ավելի կարևոր թեմաներ, որոնք պետք է լուսաբանվի, որոնց պետք է անդրադառնալ, ու ես իրան պատասխանեցի, ասեցի, բայց եթե ես այդ չլուսաբանեմ, ուրիշների նման, չի ստացվի, որ ոչ ոք չի անդրադառնում այդ թեմաներին։ Պետքա գոնե մեկը լինի, որը կանդրադառնա, որը կլուսաբանի, որը կխոսի, ու ինքը այդ պահին ինձ հասկացավ։
բայց այդ լրագրող չէր այդ մարդը։ Իսկ իմ գոլեգաները, իմ գործընկերները, որոնք չեն ցանկանում անդրադառնան այն թեմաներին, որոնք հարմար չեն, ձեռնտու չեն, ինչ կարամ ասեմ, այդ իրենք պետք է հասկանան, որ իրենք ունեն կամ փոքր կամ մեծ, բայց իրենք ուժ ունեն, ազդեցություն ունեն ու իրանցից շատ բան է կախված Հայաստանում ու իրենք պետք է խորին հասկանան, որ եթե իրենց վախը չհաղթահարեն, վաղը կարողա չլինի անապահով Հայաստանը, նույնիսկ իրենց համար, ոչ մենակ իրենց երեխաների համար։ Ու իրենք պետք է հասկանան նաև այն խորին միտքը, որ մենք ամբողջովին հավասար ենք իրար։ Մենք ունենք մեր our rights, our desires and we are all alive։ Քո ամենասկանդալային նյութի մասին պատմի։ Սենց շատ խնդալու է, բայց իմ ամենասկանդալային նյութը իմ անձնական նյութն է, իմ կյանքի մասին։ Ու ինձ թվում է, որ ես չեմ փոշմանում, որ ես այդ նյութը արել եմ ու ես բարձրաձայնել եմ, որովհետև ես հասկանում եմ, որ զգացմունքների մասին պետք է խոսել։ Ու ոչ մենակ ուրիշների զգացմունքների մասին, այլ իմ զգացմունքների մասին էլ է պետք խոսել։ Մենք տեսնում ենք, որ շատ տարբեր է հեռուստատեսությունը եւ ռադիոն, եւ տարբեր են սոցիալական մեդիայում քննարկվող թեմաները։ Ըստ քեզ, ինչու չի բարձրաձայնվում LGBT անձանց եւ այլ խոցելի խմբերի իրավունքների մասին հեռուստատեսությամբ։ Օրինակ, հմեկով կամ, չգիտեմ, այլ, հեռուստատեսությամբ։ Վախն է հասարակության դեմ, որից ես սկսել եմ խոսքը։ Մարդիկ ավելի ընդունող են, քան մենք մտածում ենք իրանց մասին։ Մարդիկ ավելի պատրաստ են իրար սիրեն եւ հասկանան, եթե մենք այդ ատելության սերմը իրենց մեջ չցանենք։ Եվ իմ տեղեկություններով հմեկը համարվում է նաև եվրոպական հեռարձակողների անդամ ու եթե չեմ սխալվում, ինքը նաև պարտավորվածություն ունի ինչ-որ տոկոսային չափով խոսել մարդու իրավունքներից, LGBT անձանցից եւ այլն, որը չի արվում։ Կամ օրինակ կարող է դա դիտարկվի, որ գիշերային ժամերին, օրինակ 00-ին սկսի ինչ-որ մի հատ ֆիլմ ու այդ ֆիլմում մի կադր ցույց տվացվի, որ երկու նույն սեռի անձիկ իրար ձեռք են բռնել։ Անյա ջան, ի՞նչն ես համարում որակյալ լրագրության ամենակարևոր հատկանիշը։ Մենք պետք է տարածենք մենակ ճիշտ ու ստուգված ֆակտեր, փաստեր, այդ առաջինն է։ Երկրորդը մենք պետք է միշտ հարցնենք, ինչի համար ենք մենք տարածում այս կամ այլ թեման, ինչի համար ենք մենք բարձրաձայնում, որպես լրագրող մենք պետք է ունենանք մեր հասկացողությունը, որ մենք նույնիսկ ինչ որ մի ձև служим народу։ Մենք մեր համար չենք անում։ Մենք անում ենք ամեն ինչ անում ենք для того, чтобы помочь людям жить лучше։ Որ թեմաներն են ամենասենսիտիվը հասարակության համար։ Դե բնականաբար այդ խոցելի խմբերն են, LGBT համայնքը, LGBT համայնքը, այդ նաև կանանց խնդիրներն են։ թմրանյութեր օգտագործող անձիկ, Այո։ Այդ կարա լինի եւ միավով ապրող մարդկանց մասին, այն ամբողջ թեմաները, որոնց մասին մարդիկ քիչ են տեղեկացված։ Կամ տեղեկացված են, ուղղակի իրենք փորձում են դա ծածուկ տեսնել, ծածուկ պահել, այո։ Բացի սրանից մի քանի կարևոր թեմաներ էլ կա, որոնք որ տաբու են հայ հասարակության համար ու չեն ուզում իրանք լսեն, դա սեքս աշխատողների խնդիրներն է եւ սեռականության մասին տեղեկատվությունն է։ Բժիշկներ կան արդեն խոսում են սեռականության վերաբերյալ ու տեղեկատվություն են տալիս։ Սենց մի հատ տերմին կա, культура стыда, ու այդ культура стыда в Армении очень высокая, բայց դա էլ է հաղթահարվում ժամանակի ընթացքով։ Դու ճիշտ ես ասում, որ կան մարդիկ, որոնք ավելի ազատ են արդեն իսկ խոսում, ավելի ազատ են արդեն իսկ ներկայացնում սեռականությունը, միավով ապրող մարդկանց խնդիրները, սեքս աշխատողներին ավելի ազատ են արդեն գոնե վերաբերվում։ Civilnet-ը ինչպես է պայքարում ատելության խոսքի դեմ իր սոցիալական հարթակներում, արդյոք ֆիլտրեր օգտագործվում է, որպեսզի ատելության խոսքը չերևա, սոցիալական մեդիայում։ Մենք ունենք ատելություն միանգամից տարբեր կողմերից։ Ատելության խոսքը պետք է ֆիլտրվի առաջինը, ու ֆիլտրվում է ոչ constructive ինչ որ նախադասությունները, մտքերը
իրոք ֆիլտրվում են, ջնջվում են, բայց sense մի հատ բան կա, որ մարդիկ պետք է զգան, որ իրենք կարան արտահայտվեն։ Նույնիսկ Հա կարող են արտահայտվել, բայց առանց վիրավորելու կամ սպառնալու կամ Այո, այո։ թիրախավորելու։ Ինչ որ արշավ էր սկսել Ազատության ռադիոկայանի դեմ։ Դուք պաշտպանում եք, չգիտեմ, Ադրբեջանի թեզերն եք, հա, տանում առաջ։ Կամ դուք խոսում եք շատ LGBT համայնքից։ Կամ նմանատիպ բաներ էին, հա, ինչ որ թիրախավորված, այդ թվում նաև, եթե չեմ սխալվում, ՄԻՊ-ը սրա մասին հայտարարություն տարածեց, նաև մի շարք լրատվական կայքերում սրա մասին խոսեցին։ այո, եթե դու ուզում ես արտահայտես քո միտքը, արտահայտի, ասա ես սրա հետ համաձայն չեմ, սենց եմ տեսնում, ուրիշ ձև եմ տեսնում, բայց ատելության խոսքը չպետք է ոչ մի ձևով, ոչ մի կերպ չպետք է ընդունվի։ Անյա, որպես իրավապաշտպան հաճախակի ինձ մեղադրում են, որ ինչու ես պաշտպանում ես մարդուն եւ այս մարդուն, ցանկանում եմ քո հետ խոսել սոցիալական մեդիայում գործունեություն ծավալող LGBT համայնքի ներկայացուցիչների մասին, ովքեր նաև հենց իրանք են ատելություն տարածում։ Ինչպես կարող ենք հա աշխատանքներ իրականացնել LGBT անձանց հետ, որ զերծ մնան ատելություն խոսք տարածելուց։ Մենք պետք է հասկանանք, որ այդ հասուն հասկացող մարդիկ են, որոնք իրանց ընտրանքն են առաջ տանում։ Դժբախտաբար ես չգիտեմ ոնց կարելի է իրենց համոզել ուրիշ բան անել։ Այդ նշանակում է, որ իրենց հետ էլ պետք է խոսել ու փորձել հասկանալ ոնց մենք կարանք միասին առաջ տանել մի կարևոր հարց, մի կարևոր գործ, որի մեջ կշահեն ամբողջ կողմերը։ Մտածելով, որ ես կարամ մեծ բաների հասնեմ ու ես ուզում եմ մեծ բաների հասնեմ իմ կյանքում, ես ուզում եմ այդ կիսեմ Հայաստանի հետ ու հասկանում եմ, որ ինչ էլ չանեմ իմ կյանքում, ես մի լավ բան ուզում եմ արած լինեմ Հայաստանի համար։ Իմ լավ բանը կլինի իմ ինդիվիդուալնստից ելնելով փորձել տալ Հայաստանին մի մեծ հարթակ, որտեղ մարդիկ իրար կլսեն։ Ես կուզեի, որ այդ մեդիա լինի։ Ես հասկանում եմ, որ այդ ծավալները, որ ինձ պետք է, ես չունեմ, բայց ես վստահ եմ, որ կունենամ։ Ես շատ ուրախ եմ այդ գաղափարի համար, որ դու ցանկանում ես մեդիա ունենալ։ Ցանկանում եմ ասել, որ ես կօգնեմ ընթացքում։ Որպես լրագրող բախվել ես ինչ որ սպառնալիքների քո նյութերի հետ կապված, որը որ հրապարակվել է։ Չէ, ավելի շատ չէ։ Ես կասեմ, որ չեմ բախվել սպառնալիքներին, այդ ավելի շատ բացառություն է ինձ թվում է։ Սոցիալական մեդիայում հիմական բազմաթիվ ոդքասթեր, որոնց շրջանակներում նաև ատելության քարոզ է տարածվում, թե քաղաքական տարբեր ենթատեքստերով, թե առհասարակ համայնքի նկատմամբ տարբեր թեմաներով թիրախավորվում են, հա։ Այն մեր ոդքասթը հիմա մենք առանձնակի խոսում ենք, տալիս ենք տեղեկատվություն, երբ որ տարբեր հյուրեր եմ ունենում, իրենց հետ խոսում եմ տարբեր փակ թեմաների մասին։ Ինչպես կարող ենք մենք որպես ոդքասթ, որը պետքա լինի մեր առանձնահատկությունը, ինչի վրա պետքա հիմքը դնենք, որպիսի տարբերվենք մնացած ոդքասթերից։ Ինձ թվում է պետք է խոսել ավելի շատ կրթության մասին, պետք է խոսել ավելի շատ քո անձնական, մարդու անձնական փորձի մասին ու այո, մերսի շատ, որովհետև քո հարցերը իմ մասին էին, իմ փորձի մասին էին, այստեղ դժվար է ստելը։ Որպես լրագրող դու ունես մոնիթորինգ, որը որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության մեդիա դաշտին, ատելության խոսքին, բռնություններին եւ առհասարակ։ Այո, ես շատ եմ տեսնում տարբեր հարթակներ, տարբեր մեդիաներ, որ իմ կարծիքով ոչ պրոֆեսիոնալ են վերաբերվում տարբեր թեմաներին։ Այս դարում շատ կարևոր է, որ ամեն մեկս մի քիչ լինենք հետաքննողական լրագրող, եթե մենք ուզում ենք հաջողվենք մեր կյանքում, մենք պետք է լինենք լավ տեղեկացված ու լավ տեղեկացվելու համար մենք պետք է մի քիչ ավելի շատ տրամադրենք ժամանակ գտնելով ճշմարիտ ու ճշգրիտ ինֆորմացիան։ Արդից օգտվելով նաև մեր մյուս լրատվականներին, խնդրում եմ չօգտագործել վիրավորող, թիրախավորող բառեր, ինչպեսին է օրինակ օգտագործում են մարմնավաճառ բառը, բայց պետք է օգտագործեն սեքս աշխատող բառը, կամ օգտագործում են արվամոլ, ոչ թե նույնասեռական, օգտագործում են տրանսեքսուալիզմ,
ոչ թե տրանսեքսուալ, այսպիսի բազմաթիվ բառեր, որը որ նվաստացնող է, վերադառնալով կեղծ նարատիվներին, Թրամփը երբ որ ընտրվեց, իր առաջի հրամաններից մեկը վերաբերում էր հենց տրանսգենդեր անձանց։ Այո։ Օրենք ստեղծեց հենց դադարեցնելու հորմոնաթերապիան։ Հայաստանի մեդիա ներկայացուցիչները, լրատվականները սկսեցին դա վերցնել ու օգտագործել մի քանի բան էլ դնելով իր վրա։ Այսինքն ավելի թիրախավորեցին տրանս համայնքին։ Այո։ Մենք պետք է հասկանանք, որ այս պահի դրությամբ ամենաթիրախավորված մարդիկ LGBT համայնքից դա տրանս համայնքն է ու օգնելով ամենաթիրախավորվածին մենք կօգնենք ավելի մեծ լայն շերտերին համայնքի եւ համայնքից դուրս գալով ուրիշ մարդկանց ես հասկանում եմ որ որոշ որ դու ասում ես օգտագործել տարբեր խոսքեր տարբեր սխալ Ըստիս դա սխալ բառ է ու վիրավորանք է դա գալիս է ոնց որ թե անգրագետությունից մի քիչ էլ ներքո ատելությունից ու դրա հետ էլ է պետք աշխատել ինձ թվում է Տրամփը ասենց մի հատ դուրը բացեց ագրեսիայի համար մարդիկ իրենց ագրեսիան ներքին պահում էին իսկ Տրամփը ասեց եկեք ամեն ինչ ուզում եք արեք Եվ ոչ միայն Թրամփը Թրամփ, Պուտին Հայաստանում տարբեր քաղաքական գործիչներ Վարդան Ղուկասյանը Գյումրու նորանշանակ քաղաքապետը հենց առաջինը LGBT անձանց թիրախավորում միշտ LGBT անձիկ օգտագործվել են քաղաքական տարբեր մանիպուլյացիաների մեջ Առաջինը թիրախավորել են LGBT անձանց Դա երևի թե գալիս է նրանից, որ մարդկանց միշտ պետք է ինչ-որ սենց կոզյոլ отпущение ու իրենք փնտրում են նրան, ով իրենց թվում է թույլ, դրա համար LGBT համայնքը պետք է հասկանա ինչու՞մն է իր ուժը ու պետք է միասին աշխատի առաջ տանելու իր ուժը Ինչ ես կարծում, մենք օրենք պետք է ունենանք ատելության խոսքի դեմ Միանշանակ, որովհետև այդ ոչ մենակ LGBT անձանց մասին է այդ օրենքը։ Օրինակ մարդիկ տեղափոխված, բռնի տեղափոխված Արցախից, իրանք էլ են բախվում խտրականությանը ու ըստիս դա շատ անարդար է։ Համաձայն եմ քո հետ, որովհետև բոլորովին վերջերս էլ ավելի են թիրախավորում Արցախի ժողովրդին, որը իմ կարծիքով որպես իրավապաշտպան անթույլատրելի է։ Դա խոսում է մարդու իրավունքների վատ լինելուց, որ չի կարելի մարդուն թիրախավորել, թե ինքը որտեղից է, որ տարածաշրջանից է։ Շնորհակալություն իմ հյուրը լինելու համար։ Մերսի շատ որ կանչեցիր, շատ հետաքրքիր էր։ Սիրելի դիտողներ, եւս մեկ ոդքասթ մոտեցավ իր ավարտին։ Շնորհակալություն մեզ դիտելու համար։ Եթե հավանեցիք մեր տեսանյութը, կարող եք մեկնաբանություններ բաժնում թողնել ձեր մեկնաբանությունը, լայքել մեր հոլովակը եւ սեղմել զանգակի վրա, որպեսզի ոչ մի հոլովակ բաց չթողնեք։ Կհանդիպենք շուտով։ 3, 2, 1